Հետընտրական դաշինքների ճանապարհով գնալու եք, որովհետև եթե մյուս կողմը վարչական պրոյեկտում եւ այլն, գուցե անհրաժեշտություն լինի, ինչպես օրինակ Գյումրիում կամ այս սցենարը կիրառվի կամ հետընտրական դաշինքի տեսքով։ Արկադի միգուցե ավելի ընդլայնված պատասխանի, բայց ես կարծում եմ, որ մեր սկզբունքը այն է, որ գեղձող, բղձող, իրավախախտ եւ երթումնադրույժ մարդկանց հետ բացառում ենք հետընտրական դաշինքներ եւ մնացածը ելնելով իրական արդյունքներից եւ նաեւ հնարավոր գործընկերներից չենք բացառում այդ հետընտրական գործընթացները բանակցությունները, որ կբերեն շատ համոզիչ մեծամասնության վաղաշաբաթի ապագայի համար։ Անի ջան, ձեր հարցին պատասխանեմ, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Այո, եթե կարիքը լինի մեր միանալու կամ մեզ միանալու, ինձ թվում է բոլոր ընդդիմադիր ուժերը այսօր պայքարում են այս կեղծ, այս զազրելի գործող իշխանության դեմ։ Եվ այո, միանշանակ հեռացնելու նպատակով եւ հաղթանակի դեպքում, ցանկացած ուժի հաղթանակի դեպքում պատրաստ ենք միանալու եւ դուրս շպրտելու այս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ իրեն հրող արբանյակներին, որոնք ժողովրդին տարակուսանքի մեջ են գցել թեյպրև ընդդիմադիրներ։ Իսկ միանալու ֆորմատը եւ հետագայությունը կքննարկենք ընտրություններից հետո։